ջան, բարի օր։ Ուրախ եմ նորից ձեզ հետ զրուցելու հնարավորություն ունենալու համար, իմ ընկերներին նկատի ունեմ, ում հետ որ այս զրույցները հիմնականում վարում ենք, սա քննարկում է ավելի ճիշտ, որովհետև ես իմ մտքերն եմ արտահայտում, իմ ընկերները արձագանքում են, մենք դա սկսում ենք քննարկել եւ փորձում ենք գտնել լուծումներ խնդիրների դեպքում փորձում ենք գտնել խնդիրների լուծումներ եւ այլն թարսա չէ հենց ես սկսում եմ խոսալ զանգերը գալիս են կներեք լավ ինչեւ է ես խոստացել էի որ այսօր կխոսեմ անպայման թե ինչպես են եկեղեցակործանները հայատյացները ազգակործանները հայրենիք հանձնողները ժամանակին այս հերետիկոսների ամորձիները սեփական լեզվով փայլեցնողները այսօր դարձել ու խաղում են այսպես ասած փրկիչներ, եկեղեցապաշտպաններ եւ մասնավորապես օգտագործում մեր սիրելի Միքայել Սրբազանի անունը կարծես թե նրա օգտին ինչ որ նրան պաշտպանելով, նրան ինչ որ սրբացնելով, մաքրելով, բայց իրականում օգտագործելով մեր Սրբազանի անունը այդ պոպուլիզմի շրջանակում ավելի վտանգավոր եւ ավելի վատ հարված հասցնել հենց այն արժեքներին, ինչը պաշտպանելու եւ ինչի համար իր կյանքը, այսպես ասած, նվիրելու ոչ ուղղակի իմաստով չներվեց եւ չհանդուրժվեց Միքայել Սրբազանը։ Այսինքն օգտագործելով Միքայել Սրբազանի անունը եւ այն հանգամանքը, որ նրան լրիվ անարդարությունն են, նրան լրիվ ուրեմն ապօրինաբար դատապարտեցին եւ որ հասկանում են, որ մարդկանց մեծ մասը դա տեսնում է, նրանք փորձում են այդ հանգամանքը օգտագործել եւ հենց եկեղեցուն հարվածներ հասցնել։ Օրինակ բերեմ։ Հայտնի է, այսպես ասած, չգիտեմ հիմա էլա բևեռականա, թե ծռականա, թե ինչ որականա, չգիտեմ, կապ չունի ինքը որտեղ է։ Իրականում իր կերպարի մասին է խոսքը, ոչ թե այն կազմակերպությունները, որում ինքը կամ հայտնվում է կամ դուրս է գալիս եւ այլն եւ այլն։ Ամերիկա փախած դեմքա, որը ի սկզբանե ինչպես ասեցի, հենց նրա մասին էր, որ ասում էի, իսեփական լեզվով փայլեցնում էր այսօրվա իշխանիկների ամորձիները, այսօր հանկարծ սկսել է պաշտպանել, վայ, տեսեք, Միքայել Սրբազանին ուր է տանում խոսակցությունը։ Տեսեք, թե կաթողիկոսը ինչպես զոհաբերեց Միքայել Սրբազանին։ Այ քեզ ուրեմն կաթողիկոս, որ տեսեք իր Սրբազանին տարավ նստացրեց, չպահեց, այս չարեց, այն չարեց, այսօր ուրախ է որ նստացրեն։ Այսինքն տեսեք, այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը հենց պայքարում է եկեղեցի պաշտպանության եւ այլոց, եւ հենց իր կաթողիկոսի պաշտպանության համար եւ նրան հենց դրա համար է դատապարտեցին, որտեղ ամենաակտիվ, ամենասիրված հոգեվորականներից մեկն է, այդ հանգամանքը իբրև ինքը այնքան լավ մարդ է, արդեն Միքայել Սրբազանի մասին մտածում է եւ ասում է, տեսեք, այ կաթողիկոսը ինչի պիտի փոխվի, որովհետեւ Միքայել Սրբազանին հասկացանք, չէ՞ իրար ինչ տեխնոլոգիա, որ ասում է, կա այդպես մի հատ բան կա, չէ՞, տեխնոլոգիա, այդպես մեմա ինչ է, հիմա էտա։ Այն որ սրանք տիրապետում են ամենակեղտոտ, ամենազզվելի, ուրեմն սարսափելի տեխնոլոգիաներին, թե ինչպես ժողովրդին խաբելով հասնեն իրենց ազգակործան նպատակներին, վերացնեն հային, վերացնեն հայ եկեղեցին, վերացնեն Հայաստանը եւ այլն, դրանում կասկածներ այլևս պետքա որ մնացած չլինի։ Ամեն ինչ են նրանք օգտագործում։ Եվ այսօր աշխարհում դա տիրում է, տեսեք այդ Թրամփը, խեղկատակը, հա, որ ուզում էր Նոբելյան մրցանակ ստանալ պատերազմները ուրեմն բանանելու համար, դադարեցնելու համար, խաղաղություն կնքելու համար։ Ինչով է տարբերվում այս մեր խեղկատակից։ Պատերազմ սկսում է,
դաբրոն տալիս, հա, պատերազմը սկսում, կոտորած անում, հետո ինքը իր սկսած կոտորածն ու պատերազմը իբրև դադարեցնում է։ Ոչ մեկ կողքից չեղավ, մի հատ այդ քյանքյուլինս է տլինգս ստասի լսի, հա, այ պիտուխ։ Այ պիտուխ։ 20 թվականին ով էր պրեզիդենտը, որ սկսվեց այդ քո ասած կոնֆլիկտ պատերազմը։ Երբ որ 30 տարվա համարյա դադարից, զինադադարից հետո ակտիվ փուլ անցավ, սկսեց պալնամասշտաբնի, հա, ռուսերեն ասած պատերազմ։ Ով էր հետաքրքիր, տեսնես ով էր, մի հատ Google անեք, տեսնես ով էր Ամերիկայի պրեզիդենտը։ Եվ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի պրեզիդենտը, ով էր, որ այդ պատերազմը սկսեց, որ դու էլ եկար այդ սկսած այդ անասունի թույլտվությամբ, այդ ոչխարի գլխի թույլտվությամբ սկսած պատերազմը դադարացրեցիր։ Խաղաղություն կնքեցիր, հա։ Թե կամ էլ թե չէ բանը ինչա, Իսրայելի ու պաղեստինցիների իրա ժամանակ, այն անգամ էլի, այն անգամ իրա ժամանակ, պաղեստինցիներ ու իսրայելցիները փողոցով անցնում էին, անպայման իրար մի հատ ժողովրդական լեզվով ասած զասում էին, պաչում էին իրար, տենց խաղաղություն էր, տենց իրա ժամանակ, ինքն էլ անկողմնակալ էր, այնքան անկողմնակալ էր, նույնիսկ Իսրայելի տեղը չգիտեր, մեկ Իսրայելին Կամբոջա էր ասում, կամ Իսրայելին ասում էր բան ինչա, Ալբանիա, իսկ պաղեստինցիներին ընդհանրապես նա ուղղակի չէր ճանաչում այդ ժամանակ, նրանք էլ չէին կռվում, տես բարի շատ էին, ինքը եկավ տեսավ ես Բայդենի ժամանակ կռիվ սկսել ու խաղաղություն բերեց։ Այս մանիպուլյացիաները, այս տեխնոլոգիաները, այս մեդիա դաշտը կեղտոտ օգտագործելով, այն կիսահարթուղեղների վրա կարողանում են ազդել։ Լուրջ եմ ասում, երեք մի բան որ նայեցի, մեկը ասում է, հա, ինքը 4 միլիարդը դարձել է 8 միլիարդ։ Բա լավ բան է արել։ 4 միլիարդ բյուջեն դարձել է 8 միլիարդ։ Այդ անասուն է, այդ ոչխարի գլուխը, այդ հարթուղեղը, կլպած ձվի տեսքով ուղեղի տերը, չգիտեմ քանի տարեկան անասուններ, ահագին, սպիտակ մազերով եւ այլն։ Ուրեմն այդ անասունը լսել է, որ 4 միլիարդը 8 միլիարդա դառը, ինչ որ տեղ, ինչ որ ժամանակա լսել, որտեղ հիմա 11-ա դառը։ Եվ արտաքին պարտքի մասին ինքը ինչ է իմանում, այդ ինչ նշանակում է, այդ մարդը բյուջեն է էդի։ Եկել է այս հերետիկոսը, ու այդ բյուջեն սարքել է 4 միլիարդից 8 միլիարդ։ Եվ հավատացեք, այս ինտերնետից չօգտվող եւ շրջաններում ուրեմն խոզապուխտի ծրագրեր, խոզերի ծրագրեր նայող այդ բանը, խոզերին լսող, հա, մեկով տարբեր տեսակի խոզազգիների լսելով։ Նրանք տենց են մտածում, լուրջ տենց են մտածում։ Ես շփվել եմ որոշ ուրեմն շրջանների մարդկանց հետ։ Իրոք այդ մարդիկ հավատում են, որ տենց հա ինչա, բա եկել է կարևոր է իրանց գյուղում ասֆալտ են տեսել։ Դա աշխարհի վերջն է։ Հասկանում եք 21-րդ դարը եկավ նաև իրանց գյուղ, ասֆալտ եկավ։ Թե այդ ասֆալտով վաղը թուրքի տանկը կմտնի, թուրքի ուրեմն բաները կմտնեն իրենց ընտանիքի գիտես ինչ անեն, հասկանում եք ինչ կանեն որոշ անդամների, թե ով կգա, թե յաթաղանով կմտնեն, թե ինչով կմտնեն, դա հետաքրքիր չի։ Ինչ կարևոր է, կարևորը ասֆալտը։ Եվ ինքը իր քյալամը կարողանում է տանի մի գյուղից մյուս գյուղը ծախի եւ այլն եւ այլն։ Եվ ընդհանրապես այդ վաճառականների մասին հետ գանք գլխավոր թեմային եկեղեցու, հա։ Ես վերջերս մի քանի օր առաջ եմ վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա կասեն, ռուսաբեդ եւ այլն եւ այլն։ Ես 13 տարի առաջ եմ վերջի անգամ եղել եւ նույն քաղաքում, որտեղ ես անգամ գնացի եւ քանի որ մեքենայով էի գնացել, շատ քաղաքներով, շատ գյուղերով, շատ ահագին մի 6000 կիլոմետր Ռուսաստանով անցանք։ Ինչին զարմացեց, 13 տարի առաջ ես նույն երկրում եղել էի եւ տեսել եմ այնտեղ վիճակը, հա, այդ հարբեցողների, այդ փնթիությունը, այդ կեղտը, ճանապարհների վատ որակը եւ այլն։ Այս անգամ ես զարմացած եմ։
Զարմացած եմ, ոչ միայն ճանապարհները մի կողմ, դե դրանով չի երկիրը ուրեմն գնահատվում։ Դա է նշանակություն ունի իհարկե, բայց դրանով երկիր չես գնահատում։ Մարդիկ են փոխվել։ Մորալն էր փոխվել։ Փողոցները մաքրվել են։ Այն համենայն դեպս ես մի 15-20 քաղաք գյուղ եւ այլն անցա, մի հատ հարբեցող տեսա մի անգամ գյուղերից մեկում այդ բանի խանութի դիմացը նստած էր ալկոհոլ վաճառող խանութի կարմիր սպիտակ են ինչ էր այդ խանութի անունը դրա դիմացը նստած էր ես բան էի ման գալիս խանութ էի ման գալիս մթեր կառնելու ու տեսա որ այդտեղ առաջի անգամ հարբեցող տեսա էդի ուրեմն ճանապարհը որ գնում ենք 2 օր 3 օր տևեց այդ 3 օրվա մեջ առաջի անգամ տես բան տեսա հետագայում մնացած ժամանակ մի հոգի չտեսա եւ այդ մի կողմ մարդկանց տեսակը փոխվել էր կարծես են կեղտ ու են աղբը որ ես տեսել էի 13 տարի առաջ Ռուսաստանում կարծես ընդդից դուրս է շպրտվել փախել էին ինչ են արել չգիտեմ չկար մարդու տեսակ էր փոխվել նայ մեր մարդկանց այն թայֆաները որ հավաքվում էին բակերում չտեսա հիմա կարող է կա ես չեմ տեսել բայց ես չտեսա իսկ առաջ դա հնարավոր չէ չտեսնել ամենուր էր որտեղ հիմա ես տեսա մակրություն նկարել եմ մի քանի վիդեո եմ արել ուղղակի մտել եմ այդ քաղաքի պարկը կամ չգիտեմ եւ մանավանդ տեսեք գնացել եմ այդ հուշարձանները իրանց կոչու պարկ Բաբեդի հաղթանակի այգի է կոչում հենց մտեք մեր հաղթանակի այգի այդ բոշայությունից երբ ենք ազատվելու այդ որ մի քառակուսի մետր չեն թողի ոտդ հանգիստ դնես Բուտկեն բուտկի վրա փուչիկ դրուսիկ եւ այլն ինչ ասես ծախում են լիպչիկից բռնած միջև վեր դա հաղթանակի այգի է խայտարակ են կլնում Թորանդ այդ գնում ես չես կարող ինչ որ հաճույք վայելես որտեղ բոլոր տեղերը այդ բոշայությունը այդ բազարն է վաճառում են պսպղան ջինական երաժշտություններով խաղալիքներից բռնած են բամբակից եւ այլից վերջ ասած բայց իրար վրա լցված մտնում ես գնացից հետ գալու Ստալինգրադով եկանք Մամաև Գուրգան Ռոդինը մայր զավյոտ նիշագու նազատ այդ արձանների հետ հսկայական բանը գնացին ջուր չեն ծախում ջուր ծախող չկա մաքուր ու դու չես կարա չմտնես այդ հաղթանակի այդ հզորության այդ արժանապատվության այդ ամեն ինչի մեջ չես կարա չմտնես այնտեղ երաժշտությունը որ գնչում է եւ այդ ամեն ինչը իրար հետ sense այսպես կոմպլեկտ Որոնտեղ են մեկը բան ճռիկնից եւ այլն վաճառեն Կարաս դու գնաս հասնես 1945 թիվ մտքով ու խոնարհվես կներեք մեր պապերի հիշատակին խոնարհվես սովետական միության այն հերոս ժողովրդին որ կարողացան ֆաշիզմը կանգնեցնել կան հիմարներ որ ասում են ֆաշիստներ գաշներ գային հիմա չկայիք Հիմա ախտունգ էիք խոսում, հայերենն էլ էիք մոռացել։ Մի խոսքով կամ սովորական այգիները մտնում ես։ Սովորական այգիները մտնում ես այդ մաքրությունը, այդ հարմարավետությունը։ Եվ նորից եմ ասում, ամենակարևորը այդ բոշաների բացակայությունը։ Այդ վաճառական բոշաների, որ ամեն տեղ հիմա դրանք եկեք գանք մեր եկեղեցիներին։ Ինչ է կատարվում մեր եկեղեցիների շուրջ։ Մի ժամանակ որ ես գնում էի Գոշավանք, շատ հաճելի էր, շատ մարդիկ չէին գնում այնտեղ։ Հիմա գնում ես, չես կարող հասնես այդ վաճառականները ամեն տեղ, նույն էս որ հիմա ասես խոսում են, տրանս են նկարում սաղորը այդ Հովանավանքում տեսել եք ինչ ա կա։ Այն օրը նայում եմ ասում եմ Բա ոնց Տեր Արամի ցավը տանեմ ինքը եկել է առևտուրս դարել է 12000 իրա պատարակը իրա հավատքը իրա ամեն ինչը իրա ծախած սուջուխի գինն է գաթենա որ գաթար գնում ես Գեղարդում եւ այլն մնացած տեղեր բոլոր տեղերը այն որ Քրիստոս եկավ տվեց ջարդեց ասեց հորս տունը շուկայի եք վերածել հիմա էտա Եվ դրանք են որոշում ընդեղ ով պետքա ուրեմն պատարականի ով պետքա քարոզ գարտա ինչ պիտի անի որտեղ իր առևտուրն է դրանից կախված հետո դա
Հələ գնացեք Ռուսաստանի եկեղեցիների դեմը, 1-2 մուրացկան հնարավոր է հանդիպես։ Մուրացկան։ Ու այնտեղ ընդունված է մարդիկ այդ մուրացկաններին գումար տալիս են։ Կարմիր հրապարակում էլ մուրացկան մոտեցավ։ Ну դա էլ կարծում եմ ժամանակ, բայց որ ռուսական եկեղեցու կողքն եք տեսել, որ այդ տեսակի շուկա, բազարը լինի։ Ասենք ինչա մեր ազգի ամբողջ արժեքները հեչ, միայն այդ առուտուրը մեջ։ Հարեմ ծախեմ, դու տարեմ, ծախեմ, խափեմ, ծախեմ։ Կարծում եմ այդ հերետիկոսի զուգընկերը, որ գնացել անդե, իրան գոներ սուջուխ ծախով, որ գլուխա գովում ես առավեն ինձանից, հդմը տվեց։ Հայենց գնա դրանցից սկսի հդմը ուզելու, ոնց որ ես իրան ընտրած ես փողոցում բազարչի բոշեկին հանեց, ու դարձան ի թշնամին հիմա։ Հիմա դրան թշնամին համա, որտեղ չի թողում ինքը ձուգը ծախի պրասպեկտի վրա, գետին դրած։ Հիմա թշնամի ալ առը, չէ։ Ժամանակին և սա ընտրությունից առաջ թողելու արխային։ Ձուգ չէ, մարմնա վաճառեննել են լսելու, սաղ թողելու է, բոլորին թողելու է, հետո ընտրությունից հետո նորից դոմփելու է իր ասածով։ Ինքը սիրում է դոմփել բոլոր նրանց, ովքեր իր տակ, իր դեմ կզում են։ Ով չի կզում, չի կարա դոմփի։ Դրա համար ձեզ դոմփում է։ Եթե ձեզ կարծում եք այդտեղ այդ բանի կողքը դրանց չի դոմփելու։ Բառից բուն իմաստով չէ։ Այլ իր գործողություններով։ Դոմփելու է։ Արգելելու է, մի ժամանակ հետո այդ էր արգելելու, որտև իր հերոսը դու չես։ Իր հերոսը հարկ մուծողն է, իսկ դու հարկ չես մուծում եկեղեցու մոտ առևտուր անելուց։ Ինքը դրանից օգուտ չունի։ Այս պահին ինքը քեզանից օգուտ ունի, որովհետև դու իր խնդրի լուծման համար գործիք ես որպես ծառայում։ Բայց ադնարավզվի, մեկ անգամյա օգտագործվա գործիք ես դու։ Դրանից հետո քեզ դոմփելու է, որտեղ դու արդեն իրան պետք ես լինել։ Եթե ինքը հասավ իր նպատակին։ Համատություն արեցի, այսօր դե գիտեք, չեմ կարող ես ճամփորդել ուրիշ երկրներում եւ այլն։ Սա գնացել էի դատարանի թույլտվությամբ, անհապաղ բժշկական միջնորդություն կար եւ այլն եւ այլն։ Հիմա ինչի էի ուզում ասել, որ եթե մենք սկսենք անտեսել այդ իմ ամենասկզբից նշած այդ ամորձիներ լպստողներին եւ այլն, որոնք հիմա խաղում են եւ մանավանդ օգտագործում են այնպիսի պատվավոր հայերի անուններ, ինչպիսին է Միքայել Սրբազանը եւ այլն, մարդիկ, որ իբրև թե այսօր խաղում են ընդդիմադիր, լավ ինչքան կարելի է ամնեզիայով տառապել։ Միթե մեր ազգի հիշողության այդ հատվածը ուղեղում գենետիկորեն ուրեմն դեգեներացված է, ինչ որ սխալ կա այդ, որ մենք շատ արագ մոռանում ենք ով է եղել, ով ինչ է արել, ով ինչ է ասել, ով ինչ է խոստացել, ով ինչ է պահանջել, ովում հետ է եղել, ովում է սատարել։ Ու այդ մարդ Հարություն Աշյան այսօր հակառակ բանը ասում, որտեվ իրան պետք է այսօր օգտագործել այդ տեխնոլոգիան, որպեսզի քանդի, պառակտի մեզ, այսպես ջլատեն մեզ, արդեն ջլատված են։ Ու բոլորին են օգտագործում, նայեցի են նորը 100% ուկրաինացի է, ռուս չէր, խոսում է, թե մենք ոնց ենք իրար սիրում, թե ոնց է սիրահարված այս երկրի վրա, որովհետև այստեղ բոլորը իրար սիրում են։ Այդ սիրում եմ իմ տակ չգիտեմ ինչ նկատի ունի, բայց որ ատելություն այսօր գրել մցրել են բոլորիս մեջ։ Հա տեսեք, ես երեք գրել եմ, այսօր պարզվում է ուրեմն ճշմարտություն կա ասածից մեջ։ Ես դա ուղղակի ենթադրություն եմ արել, որ կարան գնան մի հատ ոնց էի գրել, չեմ հիշում, հեսա նայեմ։ Չեմ զարմանա, որ
գտնեն որևէ անադեկվատ մեկին, որին ստիպեն սպանություն անել, մղեն էլի սպանություն անել եկեղեցի մեջ։ Դա հերթական հարվածն է եկեղեցու։ Այնտեղ որ դու քեզ պաշտպանված ես զգում, այնտեղ որ դու որպես Աստծո, այդտեղ պետք է պղծել, պետք է արուն թափել մեջը, որ դա դառնա սովորական, եկեղեցում արուն թափելը դառնա սովորական բան, չլսված բան, որ մենակ թուրքերն են արել, որ նույնիսկ մեր ֆիդայիները եկեղեցի մտնելուց այն ծանր ժամանակներում իրեն զենքերը դուրս են թողել, մտնում մարդ են խփում։ Եվ ես ասում եմ, միգուցե ես չեմ զարմանում, որ ես Վազգենի ասած Մերոնի հետ թույն խառնողները գտնեն մի անադեկվատ մեկին, որի վրա ազդեն իրենց տեխնոլոգիաներով, եւ նա նման քայլի դիմի։ Այսօր գրել էր մեկը, որ ինչ որ հոգեկան խնդիրներ ունեցող մեկն է, եւ ում որ գնացել այնտեղ մարդու հրաժեշտ մարդ են մահացած, ուրեմն ավտովթարից մահացած երիտասարդի թաղում է եղել։ Եվ մտել է մի մարդու, որին չի ճանաչում, թե բարեկամա մանրամասներ չգիտեմ, մտել է ու հենց այնպես սպանել։ Կարծես հատուկ ծրագրավորված խնդիր է կատեր։ Այսինքն ես գրելուց միգուցե չէի հավատում, որ տենց բան ուղղակի մտածում էի հնարավոր է։ Հիմա դուրս է գալիս, որ այդտեղ ճշմարտություն կա, կարա լինի։ Հասկանում եք ինչերի են ընդունակ, մենակ Մերոնի մեջ թույն խառնողը խառնելով չէ։ Սրանք մանկական կաթերի մեջ էլ թույն կխառնեն, երբ որ տեսան չեն կարող ձեր փազատվեն հայերից։ Հայաստանից չեն կարողանում քշել։ Հաջորդը վիզաներն են բացելու, որ հնարավորինս գնան։ Եվ այդ բոլոր տեխնոլոգիաները օգտագործելու են։ Հայաստանն առանց հայերի ծրագիրը, այս թուրքահպատակ, թուրքահաճո թլպատ, բոշա ցեղերը, որ այսօր մեզ ղեկավարում են, ամեն ինչ անելու են հասեն իրենց այդ նպատակին։ Եվ դա մենք պետք է կանոնացնենք, ուրիշով պետք է կանոնացնենք։ Ես երեք ստատուս եմ գրել, կարդացեք, այս սրանից առաջ ստատուս եմ գրել, կարևոր ստատուս է, ընկերներիս եմ դիմում, այն անծանոթները պետք չի։ Կարդացեք, այնտեղ ես եւ նաեւ մանավանդ դրա տակն էլ ուրեմն մեկնաբանություն եմ գրել։ Զրուցենք, կիսվենք, հասկանանք, ոնց ենք անում։ Որ ասում են գնացեք, ինչ դուրս գանք, հնարավոր չի եւ այլն։ Հա, լսեք ժողովուրդ։ Մեզ հայերիս ուզում են մեր երկրից քշեն, հասկանում եք։ Ամեն ինչ անում են, որ քշեն։ Որտեղ մեզ իրանց էս երկինա պետք, մենք պետք չենք, հա, 1000 տարիներ հետ են ուզում։ Իրանք չեն ուզում Հայաստանը պայթացնեն վերանացնեն մի հատ փոստ լինի, ոչ, ուզում են ստեղ հայ չլինի։ Հայաստանը իրան շատ պետք է, որտեղ աշխարհի բանը ստեղ է գտնվում։ Ես դա ասել եմ ու կասեմ ու կշարունակեմ ասել։ Ես միգուցե չգիտեմ այդ որն է, բայց գիտեմ, որ աշխարհի բանը ստեղ է գտնվում, դրա համար մեզ ուզում են ստեղից քշել։ Փրկությունն է ստեղ լինելու։ Դա համար պետք է ձեր փազատվեն մեզանից, որ իրանք տիրանան։ Եվ տեսեք, եթե տունը երեք գրել է այդ մասին, եթե տունը տառական է մտնում, մուկ է մտնում, նույնիսկ օձ է մտնում։ Դու չես տնից հետ փախնում, լքում ու գնում ու ասում ես, ախպեր, դե տունը տառական կա։ Ես էլ դե տուն չեմ գնա։ Գնամ ապրեմ հարևան Սաքոյենց տունը, որտեղ տառական չկա։ Կամ գնամ, չգիտեմ, ավելի զարգացած երկրում, որտեղ տառականներին լրիվ են վերացրել։ Կամ մուկը։ Կամ նույնիսկ նույնիսկ եմ ասում, օձը։ Դու նրանց ես քշում քո տնից։ Պետք է այս դեպքում սատկացնում ես, ոչ թե դու փախնում ես մկից, տառականից, օձից կամ մի այլ ուրիշ կենթանուց ու միջատից։ Հիմա մենք մեր բնորանը, մեր տունը թողենք, փախնենք տառականներից ու մկներից վախկոտ։ Որ ինչ։ Եվ գնանք այդտեղից էլ հոխորտանք ստե մնացողների հայաստանցիների նման անտասիբ չկա, փախնում են գնում են ընդդեղից էլ մի հատ հոխորտում են։ Իրանք ստե գալիս են ընտրությանը ընտրում են, իրենց ընտրյալից այնքան են զզում, փախնում են գնում են ուրիշ երկիր։ Ես ասում եմ, ինչքան ծանոթ, հարազատ եւ այլն ունեի, որոնց հետ իհարկե կապերս խզել եմ հենց 18 թվականի սկզբից,
ովքեր որ ընտրել էին այս հերետիկոսներին, բոլորը այսօր բոլորը առանց բացառության բոլորը դրսում են։ Բոլորը փախել են։ Հենց ընտրողները։ Մնացել են նրանք, ովքեր ի սկզբանե դեմ էին։ Երկիր հանձնելու տառականի ու մկամ պատճառով իրենց տունը լքել։ Եկեք պայքարենք մեր տան համար, եկեք պայքարենք մեր տանը ապրելու իրավունքի համար, այստեղ մնալու համար, ոչ թե փախնենք ու պրծնենք։ Դա պրծնել չի, տանջանք է։ Այն որ մեզ դրսերից հոխորտում եւ այլն, իրենց ցավից է, իրենց տանջանքից է։ Իրանք տենց փորձում են արդարացնել են, ինչ որ արել են, բայց այդ ցավը իրենց մեջից դրանով դուրս չի գա։ Դուրս կգա, երբ որ իրանք հետ գան։ Եվ Հայաստանի փրկությունն էլ ձեզ եմ դիմում։ Մի նեղացեք, որ սենց ասում եմ։ Նեղանալու բան չկա, ես ձեր ցավը հասկանում եմ։ Ինքը ժամանակավոր եղել եմ դրսում, գիտեմ ինչ բան է հայրենիքի կարոտը։ Ես 20 օրվա մեջ արդեն գժվում էի կարոտից։ Ստեղ ես վիճակն է դատերի մեջ եւ այլն, ու ընդեղ այդպես հանգիստ, մաքուր, բայց ես գժվում էի կարոտից, որտեվ տենց է, դա բնական է, դա ես իմ հերոսություն չես կարող գլուխ գոված, որ ես սիրում եմ իմ հայրենիք, ասենք, հələ գլուխ գովացեք, ես մորս սիրում եմ, իմ նմանը չկա, որ ես մորս, որ իր մորս սիր, ես իմ մամային սիրում եմ, նույնն էլ հայրենիքն է, դա գլուխ գովելու բան չկա, դա լավ ու վատի հարց չկա, ես ինչ-որ մեկից լավը չեմ, որ գժի նման սիրում եմ իմ հայրենիքը, որտեղ դա բնական է, դա գենետիկորեն անցնում է, արունի հետ անցնում է, հողի հետ անցնում է, այս հողից ենք չես սնվում, ոնց որ դու քո մորից ես սնվում, նենց էլ ես հողից ես չես սնվում, դա անցնում է քո երակների, քո գեների մեջ, այդ հողը կապ ունի, ու ինչքան ուզում եք, չգիտեմ, պետք է տուպոյել ես, որ դա չհասկանաս, որ ես հողից, որ դու սնվում ես, ոնց որ ծառն է եւ այլն, դա քո մայրն է, ինչ են ասում մայր հայրենիք, մայր Հայաստան, քո հայրն է, քո մայրն է, տեսեք, մայր հայրենիք, եւ մայր եւ հայր բառերն են օգտագործում, մայր Հայաստան, շատ խոսած, բայց խոսալու ինքան կա, հիմա դե, էդ էլ է պետք, պետք է կիսվենք ամեն մեկս մեր մեջ, մեր մտքերի մեջ սենց պահենք, մնա եւ այլն, այս կեղտոտ հարտակը օգտագործում ենք, որ քանդեց մեր երկիրը, բայց պետք է ինչ-որ ձև շփվենք, ինչ-որ, ցավոք սրտի շփումը պակասել է, եւ ստիպված ենք այս ձևով շփվում, մի խոսքով, ամբողջ նպատակը այսօրվա զրույցի հիմնական նպատակը այն էր, որ մի խափնվեք այդ ուրեմն եւ թույլ մի տվեք, արձագանքեք, խոսացեք, ասեք, որ հիշացրեք իրենք ովքեր են։ Այս սրիկաները, որ այսօր մեր ուրեմն փորձում են իբրև ընդդիմադիր խաղալ, փորձում են իբրև ուրեմն հայրենասեր խաղալ, եկեղեցապաշտ խաղալ, Սրբազանի անունն են օգտագործում, այսօր ամենահարգված, ամենասիրված հոգևորականներից մեկն է։ Ինչ ուզում են ասեն, ինչքան ուզում է ֆեյքերը գրեն տակը եւ այլն այդպես բաներ անեն, ինքը մնում է ու կա։ Ամենայն հայոց ամենասիրված եւ ամենաակտիվ, ամենաընդունելի հոգևորականներից մեկն է։ Իհարկե զարմանալի է, գյումրեցիներին եմ դիմում։ Եվ ոչ միայն, որտեղ ինքը միայն գյումրեցիների հոգևոր հայրը չի։ Որ ասում ենք, մեր թասիվը ոչ ոք չունի։ Լավ, աղբոր նման։ Եվ դա բոլորիս է վերաբերում։ Թե ու նաև ինձ ինչ թասիվի բացն է խոսում, երբ որ մեր հոգևոր հայրը անօրինաբար լրիվ անարդարություն են, ապօրինաբար հանցանք գործելով տարել փակել են այսօր, ձուկ արկել են օրհակ, փակեն Սևանի տրասով, քիչ մնա կգնան բանն էլ, բادرանն էլ կփակեն, չգիտեմ, ընդ հողագործներին ջուրը չտան, փողը փակեն, այսօր նայում եմ ընդ ինչ-որ մեկը շունասատկաց է, փողոցը փակել եմ, Գյումրի գնացող, ինքը շների հարցով զբաղվում, մեկը, արա մեր հոգևոր հայրից,
Մեր հոգևոր հորը տարել են, փակել են։ Այդ ոնց որ թուրքը, ոնց ասեմ, ժամանակին երևի տենց է եղել էլի, որ կարացել են մեզ այս օրը հասցնեն։ Եկել են հարևանին տարել են, գյուղի տերտերի տարել են, եւ այլն, եւ այլն։ Բայց որ գան հանգարց իրա հատուկ էս բառը այդ լեզվով ասում, բաղչից մի հատ խիատ տանեն։ Հրացանը կարդի գնդակ, ոնց են հիմա այսօր իրար մորթում սպանում։ Ասում է սիգնալ ա տվել, հելը սպանել են մենը, ես թարսիբով տղեմ, մենը սիգնալ տվեց, հելը սպանեցին։ Իրա երկիրը ծախեցին, իրա աղբորը սպանեցին, իրա բանին ինչա, իրա հոգևոր հորը տարան դատեցին եւ այլն, այդ հեչ։ Բայց արա անցնում էր սիգնալ տվեց, արա բայ ես թարսիբով տղա եմ չելի, մը դանակը կողեմ ջիգեր արա։ Տես չի։ Տես չի ասեք, տես չի։ Ես էլ ասեմ համաձայն եմ ձեր հետ, ասեմ տես չի, իրականում տես չի։ Հետա թասիբը։ Թասիբը, որ մեր երեխեքին 5000 հոգի, ինչ 5000 է, թիվը բան են կարել։ Մինչև այսօր անունները չի հրապարակվում, որտեղ որ հրապարակվի, ես հավոզված եմ 2 անգամ ավել անել։ Թե դրա մեջ ինչ գաղտնիք կա, որ ասում են գաղտնի աճենքը։ Չեն հրապարակում, որտեղ քանակ, որտեղ կհրապարակեն 5000 հոգու անուն, մի 5000 էլ հոգի գանք, ասեն ախպեր, բայ ես մեր տղեն, որ զոհվել է, ինչի իր անունը չկա ստեղ։ Այդ դրա համար չեն հրապարակում։ Թասիբեն է, որ մենք այդ աղբերների, մեր հայրերի, մեր որդիների համար, նրանց սպանողին, նրանց հիշատակը պղծողին թույլ չտանք ազատ շնչի։ Բայց չէ, ոնց կլինի։ Անցնելուց թարսը նա է։ Արա, ես գիտես արա դու ինձ ոնց է աշկի տես այսենց ես նայեն, ինձ խփ լուրջ եմ ասում, դրա համար մարդն ինձ սպանել։ Ասում է անցնելուց գլուխը ֆռացրել էր ինչ որ մեկին նայել։ Այդքան էլ է, առայժմ այդքան երկար չենք զրուցել, մի քիչ երկար տևեց կներեք, բայց զրուցում ենք ինչ անեց։ Անցավ եղեք։ Եվ այդ սրիկաներին, որ քիչ ամնում է առանց նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժման մասնակիցները բանանեն, դրանց հերոսները գան, ասեն, որ տեսեք, մենք Միքայել Սրբազանի կողքին ենք, այ, տեսեք ով է մեղավոր, կաթողիկոսն է մեղավոր, եկեղեցին է մեղավոր, մնացած եպիսկոպոսներն են մեղավոր, պետք է սենց անեն, նենց անում։ Ամեն մեկին հիշազեք ինքը ինչ արել ու մի տրվեք այդ հապեություններին։ Այդքան բան անցավ մնաք։